Բարև ձեզ, ես գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նյու Յորք քաղաքում։ Թե ինչի համար եմ այստեղ գտնվում, հետագայում դուք կիմանաք, բայց այսօր մի նշանակալի բան է տեղի ունեցել։ Financial Times համաշխարհային ամենահայտնի օրաթերթերից մեկը իր շաբաթօրյա հրատարակության մեջ ներկայացրել է Սամվել Կարապետյանի կալանավորման մասին տվյալներ, որի մասին մենք կուզենանք ձեզ կներկայացնենք ժամանակի ընթացքում, այսօր կներկայացնեմ ես։ Ինչի մասին եմ այսօր ուզում խոսեմ։ Նախորդ շաբաթը լի էր երկու կարևոր օրակարգով, որ մեր հասարակությունը քննարկում էր։ Առաջինը դա դպրոցներ թե գործարաններ, երկրորդը դա սակագին իջեցնել թե նույնը թողել։ Մեր առաջարկը եղել է առաջին թեմայով, որ երկրում կառուցվեն գործարաններ սկզբից, հետո նոր դպրոցներ։ Ինչու ենք մենք այդպես մտածել։ Ամեն ինչ եկել է մեր պատմությունից։ Ուրեմն մենք Լորվա մարզում, մեր գյուղում կառուցեցինք դպրոց, հետո մի 20 տարի առաջ ամենաժամանակակից պայմաններով։ Հետո ճանապարհները վերանորոգեցինք Տաշիր քաղաքից մինչև մեր գյուղի բոլոր ճանապարհները, քաղաքում Տաշիր շատ ճանապարհներ։ Սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում մարդիկ էլ շարունակում են հեռանում։ Որտեղ պատճառը մեկն է։ Մարդը եթե չունի աշխատանք, եթե գործ չունի, նա չի մնալու։ Ուզում ես ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքի նվիր իրան, ուզում ես բոլոր շենքերը կարող ենք փոխել, մարդիկ գնալու էին էլի։ Պատճառը նա է, որ մարդկանց պետք է ապահովել սկզբնական հաց, ապրում եւ հետո նոր լավ պայմաններ, լավ ռեմոնտ, այսպես ասած։ Դպրոցաշինությունը լավ բան է, շատ կարևոր է դպրոցաշինությունը, բայց կարևոր է այս Հայաստանի աղքատության այս պարագայում, երբ 700,000 մարդ, ինչպես հայտնում են 25% բնակչության աղքատ է ապրում, շատ կարևոր է, որ դպրոցաշինությունը որպես առաջնահերթություն լինի այն ժամանակ, երբ որ արտադրությունները, գործարանները կլինեն, հարկ կտան եւ այդ հարկերից կլինի։ Քանի որ մենք վարկ ենք վերցնում, դպրոց ենք կառուցում, հետո այդ վարկը պետք է փակենք հին տնտեսական միավորների, հին բիզնեսների հարկերի հաշվին ու մարդկանց հարկերի հաշվին։ Ոչ մի ավել շահույթ երկրում չի ավելացել այս ներդրումների արդյունքում։ Իսկ եթե գործարան ենք կառուցում, ավելանում է շահույթ հարկ, ավելանում է եկամտահարկ, երկիրը ակտիվանում է եւ այդ փողերով մենք կարող ենք արդեն առանց վարկ վերցնելու կառուցենք դպրոցներ։ Սա է մեր առաջօրակարգ, երկրորդը սակագնի հետ կապված։ Սակագնին շատ լուրջ պետք է վերաբերվենք եւ մենք շատ ենք մտածել ներկայացնենք սակագինի իջեցնելու ծրագիրը, թե չէ, դրանով է պայմանավորված մեր մի քիչ ուշացումը։ Այսինքն հենց սկզբից մենք ներկայացրել էինք, որ պատրաստ ենք հեցի սակագնից մի մաս իջեցնել, դա դեռ մեր քաղաքականություն հայտնվելուց առաջ էր եւ դա ապացուցելի փաստ է, բոլորը կարող են տեսնել ու ոչ մի նկարտում էլ չկար այդ ժամանակ, որ այսպիսի իրավիճակներ կլինեն, բայց այն ժամանակ մենք մտածում էինք, արտահայտենք, թե չէ, որովհետեւ սակագին իջեցնելը, ճիշտ են ասում, ունի երկու ծայր։ Առաջինը հնարավոր է կարողանալու է սպահել սակագինը, թե չէ, եւ երկրորդը արդյոք իջեցնելով ինչ դրական էֆեկտ է ստալի բնակչության համար։ Հայաստանում կյանքը բավականին թանկ է, աղքատությունը բարձր է եւ մենք առաջարկենք մենակ բնակչության համար իջեցնենք, դա է մեր առաջարկը եւ մենք շարունակում ենք առաջարկել։ Ուզում եմ նաեւ նշել, որ շատ կարեւոր է, որ այս շաբաթվա երկու օրակարգերը հեղափոխական օրակարգեր էին իմ կարծիքով, որովհետեւ մեր երկիրը առաջի անգամ սկսում է քննարկել մեր երկրի իշխանությունը եւ ապագա իշխանությունները սկսում են քննարկել մի ձևաչափ, որը կապված է մարդկանց կյանքի հետ։ Մենք չենք անվանարկում, չենք վիրավորում ոչ մեկին եւ աշխատում ենք պահել այդ կարմիր գծերը, ոչ թե նրա համար, որ չենք տեսնում խնդիր իրար մեջ, կամ մենք չենք տեսնում խնդիր իշխանության անցած ճանապարհի մեջ, այլ տեսնում ենք, որ դա չի օգնելու մարդկանց։ Եվ կարևոր է լավ երկիր սարքելու միակ ճանապարհը օրակարգերը սարքել մարդկանց օգտակար օրակարգեր։ Օրինակ, պատկերացրեք ինչ լավ օրակարգ է դպրոց, թե գործարան, պատկերացրեք ինչ լավ օրակարգ է սակագին իջեցնել, թե նույնը պահել։ Եվ ոչ մի վիրավորանք, ոչ մի իրար անվանարկում, սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու։ Եվ բոլոր նորմալ երկրները քննարկում են մտքերը եւ առաջարկները, եւ ոչ թե մարդկանց։ Շնորհակալ եմ, լավ օր ձեզ։